արժեքները մոտակա 5 տարում ես ես գնում եմ պատրաստ վաճառել։ Բայց ժողովրդին դա չի ապահովագրում նրանից, որ 5 տարի հետո նույն գեներացիան կարա գա հանցագործ մի հատ ոնց է կոչում համաձայնության ու նորից գին բարձրացնի, չէ՞ որ դա մոնոպոլիա է։ Եկեք հասկանանք զարգացման տրամաբանությունը ու ժխտողական տրամաբանությունը։ Դուք ասում եք, դրա մեջ խնդրեմ կա։ Դա հիմա ոչ մի քիչ երկար բացատրեմ, դա իրարություն ունի։ Երկրներ կա, որ անցել են սարսափելի քաոսի միջոցով, երեխեքին ասում են Մեծ Բրիտանիան, Թետչերը տեսավ չի կարող կարգավորել, ասաց թասած երկրորդ ցանցերն եմ գցում, երրորդ։ Կամ իմ ժամանակ, ինչի մեր ժամանակ 8-ով ստացվում էր։ Ես 5-ը ցանց ունեի։ Ես երբեք թույլ չտվեցի, որ դրանք միանան։ Մի հատ։ Ես 5-ի ծախսերը համատում էի, ու ասում եմ, ես արդարացված ծախս։ Միջին է։ Միջին չէ, միջինից մի քիչ ավելի սեղմ, որ իրանք լավ է։ Ծախսերն եք համատում։ Բայց դա քանդեցին։ Դա քանդվել է 98-99-ին։ Հանձնաժողովը դարձել է մի հանձնաժողով, որը պատճառում է մենակ դրա սակագին հաշվում անհասկանալի եղանակով։ Այսինքն հանձնաժողովը կատարում է էլեկտրոցանցերի հետցի գների բաժնի ֆունկցիա։ Եվ ըստ որում քանի որ նա մոնոպոլիա է, հանձնաժողովը ուզի պիտի կամ հաստատի կամ չհաստատի։ Բնականաբար խնդիրը առաջանում հետեւյալը։ Այսինքն երբ որ դու կոմերցիոն ընկերության, որը հետապնդում է կոմերցիոն շահերը, վաճառում է ստրատեգիական կարևոր օբյեկտ, կառավարում է Հրայր ջան, շուկայի համար կարևորը մի բան է, գեներացիոն հզորություններն ավել են, քան թե ինչքան պետք է։ Այսօր Հայաստանի հզորությունները, էներգետիկ հզորությունները մոտ 30%-ով, 25%-ով ավել են։ Դու գիտես, որ էլեկտրակայանները դրանք ֆիքս կապիտալ են, որ չի կարող աճի։ Բայց եւ որ ֆիքս կապիտալը 30% ավել է, ուրեմն պետք է շուկա կա։ Այսինքն, եթե հզորություններն ավել են, քան թե պահանջարկն է, այդտեղ գալու է ջեկը Հրազդանին, այդտեղ գալու են հեկերը, գալու է ատամակայանը, ասի ես քանով եմ պատրաստ վաճառել։ Դե ուրեմն եթե դու Եթե մենք Վրաստան լինենք, մի րոպե, որտեղ չկա ավել հզորություն, Վրաստանը չի կարող այս բանն անել։ Բնականաբար հասկանալի։ Նույն բանն անում է Ուկրաինան, որտեղ ունի մոտավորապես ինքը ունի տարեկան 250 միլիարդ կիլովատ-ժամի արտադրություն, ինքը հիմա արտադրում է 150-160։ Տրամաբանությունը հասկացա, այդ դեպքում եթե կա ավելցուկ 30%-ի տեսքով, հզորություն 30%-ի տեսքով, 70-ը ազգայնացվում է, ազգայնացվում է, որպեսզի մարժա պետությունը որոշի այդ հզորությունները, ոնց է արտադրող հզորությունները։ Դուք ասում եք փոքր հեկը ոնց է ազգայնացվում։ Ավելցուկ կա, փոքր հեկերը չէ, ինչի կա օրինակ կասկադը բանի վաճառեցին, որպեսզի ապահովագրը ստատանումներից գնաճի։ Քո ասած տրամաբանությունը իմ ասած հետ ի՞նչ կապ ունի ուզում եմ այդ հասկանալ։ Այն կապն է, որ վաճառենք այդ 30% ավելցուկը, տրամադրենք ասենք օտար երկրի անկերությանը, կառավարումը 30%։ Հրաչ, ասում եմ այդպես չի։ Գալիս են նստում են իրիկունը շուկայի շուրջը, դա ոնց որ աշխատում է էներգետիկի ռինկը կամ խարցան, որ ստորագրված է։ Այդ օրը բոլորը հայտարարում են հաջորդ ժամանակաշրջանում ինչ գնով են պատրաստ վաճառելու։ Բայց եթե հանցավոր համաձայնության են գալիս, որ թանկ գին ասեն։ Այն կերեսնում լոգիկայով գնանք, գյուղացիներն էլ հանցավոր համաձայնության կան կարտոլի գինը սահմանեն։ Չկա տես բան։ Իրիք հատ արտադրողը լիք սահմանեն։ Բայց ես չեմ հասկանում, եթե մի օր էլեկտրահոսանքի գույնը չենք վճարում, կտրում են։ Այդ ո՞նց եղանք մենք այդքան շատ։ Լավ, այդ ուրիշ բանից ենք խոսում, բայց հիմա այդ հիմա թելադրում է նույն Վիվասել, Օրանջ եւ Արմեն թելը թելադրում են գին, չէ՞։ Այդ ցավը նույն ձվի գինը։ Պլյուս դրան եթե տեսնում ես հանցավոր համագործակցություն են գալիս, երկիրը կարա պետակ պերետո կանի։ Այսինքն մենք տոպիկում ենք, մենք հարցը չենք կարողանում լուծել։ No, սխալ բան եք խոսում։ Why no։ Սխալ, չէ, սխալ բան եք խոսում։ Բաղացան ատոմակայանը մոնոպոլ չի։ Ի՞նչն է մոնոպոլ։ Դուք ասում եք կարտոլիկը չի Ոչ, մոնոպոլ չի։ Այս պահին Հայաստանի Հանրապետություն գործում է մոտ ակտիվորեն 30 հեկ։ 2 ջետ։ Բոլոր հեկերն իրար հետ մոտ 1500 մեգավատ հզորություն։ Եթե բոլորը միանգամից աշխատեն 1500 մեգավատը ամառ վաղտով կամ ավելի ճիշտ գարուն աշուն վաղտով կարան պահել։ Մենակ հեկերը։ Փաստացի տեսակարակշիռը նայենք։ Ինչ փաստացի, փաստացի չես առնում ինքը փակում է հեկը։ Հետ չի ասում դες բան չկա որ արտադրեն չառնի։ Ով ասեց։ Գալեն խփում տեղակ ես քանի տարի 3-4 տարով չվճարված հետ կա։ 3-4 տարով։ Դա չես խոսում։ Էլեկտրոէներգիան Եթե չի վճարերում չի առնում։ Լավ, եթե անհատը հեկ է բացում,
Ներդրում կատարել։ առնում։ Փողը չեն տալ։ Չեն առնում իրանից, հոսան կամ փողը չեն տա, ինքը սննկանմա վարկերի տակա պահում։ Դրա համար գործունեությունը սկսելուց առաջ իր դեմ պայմաններ պայմաններ ստեղծեց, որ դու նախ եւ առաջ պետությունն է, ով է գնում։ Դրան այդ հարցը լուծված է, вообще տնտեսագիտության մեջ դա խնդրեմ չի։ Կառավարման տեսության տնտեսագիտության մեջ դա խնդրեմ չի։ Պրոբլեմ դարձա։ Դարձա որտեվ էսա ընտրվեցին ականից իրանք էսև են վարվում։ Չի կառավարվում ճիշտ։ 98-ին 99-ից սխալ ինչի այդ ո՞նց եղավ որ 94-ին Հայաստանը առաջ ընկավ պերիոդ, այն որ մութ ու ցուրտ էր։ Ռուսաստանը նախանձով էր նայում ոնց է Հայաստանում արդեն հոսանքը միշտ կա, Հայաստանում պարտքեր չկան, հայկական համակարգը շատ էֆեկտիվ աշխատում։ Ոնց էր մտածված էր, չէ՞։ Դրինք փոխեցինք, ասենք սովետական Արմեներկոն վերացնում ենք, փոխում ենք։ 98-ին 99-ին երկրորդ պրեզիդենտը դրեց այս սաղ սիստեմ փոխեցին։ Դեպի ռեգրես։ Դեպի ռեգրես։ Ինքը գնաց, ուրեմն ինձ կանչում են Ռուսաստան, ասում են գրի մեր ռեֆորմները ոնց պիտի լինի, մեր պրեզիդենտը էլ գրում է Ռուսաստանի բերում, ասում է մեր էներգետիկան ղեկավարի։ Այսինքն Հիմա էլ գնաց նստել է իր տունը ռեգրեսի նստել։ մեխանիզմ օրինակ, որպեսզի պրոգրես չլինի։ Էս է եղել։ 15 տարիով է այս որ դուք հիմա հելել եք, բայց 10 տարիով է բողոքում ասում եք, «Էդի քայլ հետ այն գերներ»։ Դուք մասնավոր բանը էներգետիկ համակարգը մեր եկալ է տվել եք ռուսական պետական ընկերությանը։ Հասկացանք կալեցինք, լուծումը։ Դες կանացեք։ Ես Առաջարկած հիմնականում չեղարկելու է, բայց հետագա։ Մեզ վախեցնում են Ախպեր հետագա։ նրանով, Եվ որ եթե հանկարծ չբարձրացնենք, կընկնենք 90-ականների ցույց տարիներ։ Այդպես բան Գործում են բացառվում է։ Շատ ոչ գիտակից Իմ կարծիքով միանշանակ պետության մեջ էլ կան մարդիկ, որ հասկանում են պետքա չեղարկել։ Չէ։ Չէ, պետության մեջ կան մարդիկ, ովքեր հասկանում են, որ պետքա չեղարկել, բայց նրանք նախ եւ առաջ չեն բարձրաձայնում, որովհետեւ վախենում են իրենց աթոռը կորցնել, մեկ, այդ խնդիրը կա։ Շատ բանիմաց մարդիկ կան, խելացի, բայց նրանք չեն բարձրաձայնում։ Հիմա այս լիրիկական շեղումները մեր ինչին են պետք։ Դե հիմա դուք ասում եք կան մարդիկ հասկանում են։ Հիմա այստեղ դուք կայնացեք։ Կանգնած ենք, բայց օրեցօր քչանում է։ Ուրեմն լավ չեք կայնած։ Եկանք հասանք նրան, որ օրեցօր քչանում է շարժումը։ Ատոմակայանը քանի տոկոսն են ապահովում, որը ինչքան է ապահովում։ Ատոմական 43%, հեկեր 29, ջեկեր 29։ 43 ինչքան 43, 29, 29։ 29-29 երկուսը իրար հետ ատոմակայանը արդեն շատ է։ Այսինքն իրանք Կոպիտ։ բան չասի մի վարքա, չէ, դրա մասին չի խոսքը։ Մի ատոմակայան ինչքան է մեզ վաճառում։ Հեցին։ Ըստ իմ ունեցած տեղեկության 6 դրամով։ Պարոն Բագրատյան, իսկ դուք արև ծրագրից 24 դրամով։ արև ծրագրից Հեկերը։ 2-ից 24։ Արևային արևային էներգիային։ Այն մեր գիտնականներից մեկը շատ բաներ արել, ընդամենը 1.5 միլիոն դոլարի ներդրում էր պետք, բայց ինքը ահավոր մեծ հզորություններ է։ Ինչի՞ ասեմ։ Մեկ համար է շատ Մեր ունեցած տեղեկությամբ այսօր Հայաստանում արդեն 45 դրամով կարելի արտադրել նորմալ մեծականակ արդյունաբերական նշանակության արևային էլեկտրոէներգիա։ Քամին արտադրվում է մի քիչ ավելի թանկ։ Մանավանդ որ Հայաստանը ուժեղ քամիներ չունի, դա ստացվում է 60 դրամ։ Դա շատ մեծ պրոգրես է, որովհետև արևայինի գինը ինքնարժեքը մոտեցել է Հրազդանի ջեկի ինքնարժեքին ու շարունակում է իջնել։ Ավելին, արդեն գինը նենց է, որ արժի սուբսիդավորել մի 25-30%, որ ինքը մտնի շուկա։ Սուբսիդավոր են այս 2000 դրամը ու պետական էներգետիկան հարցի կասում։ Այս պայթրությամբ մեր հետ այդ հարցը չի ապրել։ Այս պայն աուդիտի հարցը դրված է, մենք դե աշխատենք դրա վրա։ Բայց մեզ պետք է, չէ, ինչ է մեզ տալու դա։ Ինչ է տալու։ Ված բան տալու է, Ինչ է տալու։ ինքը ոչինչ չի։ Որպես գործողություն, հարցի լուծում։ Ոխեք համակարգը շուտ տալի դե։ չգիտեմ խելոմետրաժ ես չգիտեմ գնացեք խելոք մարդ դեք դոդես բացառում ես չգիտեմ գնացեք խելոք մարդ դեք որ դա գիտեմ ես չգիտեմ Ապեր այս տնտեսագետ մարդը դաժե չի հասկանում դրա իմաստը, որ ինքը իրոք լավ տնտեսագետ է։ ինչ $10,000 պետք է այս մեր տնտեսական կարևոր լծակների քանի տոկոսն է Ռուսաստանի ձեռը քանի ինքնա թելադրում է բոլոր Հա, միակ շատ կարևոր հարց, հա։ Հեցը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում որպես ռեզիդենտ, թե ոչ ռեզիդենտ։ Անպայման պայման կա,
օրենսդրության մեջ կա, որ Հարկատու է, այո, ռեզիդենտ։ Չէ, եթե հարկատու չի նշանակում, որքանով տեղյակ են, որ ռեզիդենտ է։ No, ռեզիդենտը կոչվում են հարկատուն, որը տարվա մեջ 180 + 1 օր աշխատել է այս երկրում։ Այսինքն նա ռեզիդենտ Այո, Այսինքն ենթարկվում է սահմանադրության ու մեր օրենքների։ ապա մեր ռեզիդենտը։ Այսինքն օտար երկրա ներկայացուցիչների խառնվելը ստեղ, օրինակ վերջերս որ տեղի ունեցավ այդ քննարկումը Ռուսաստանի Դաշնությունում, որ իբրև հայտարարում են, որ պետք է աուդիտ հայտարարել, պետք է ինչ որ դատախազությունը դրանով ուսումնասիրի եւ այլն, դա լավ քննչական է։ Մենակ աուդիտ, երկու կետով։ Լավ, այդ դեպքում ինքը ինչ իրավունքներով է հայտարարում, որ աուդիտ պետք է կազմակերպի։ Եթե ռեզիդենտը Հայաստանի, Իրանց հետ փոխհամաձայնություն։ Ռեզիդենտը Հուստոն ընկերությունն է։ Տնտեսական այսինքն եթե բիբինի տեղը դնել կառավարիչ մեկը խնդիրը դիվանցումը քաղաքական Ես հասկանում եմ որ չեք ուզում քաղաքականություն բառից անգամ քաղաքական գործիչներն են վախենում։ Ես որպես սպառող Մի րոպե, հա, կարելի է այդ մասնագիտական հարց տալ, էլի շատ է հետաքրքիր։ Վաստի հետ կապված էլի 95 թվականներին, որ դուք վարչապետ եք աշխատում, ես Արմեն Ուգոյում եմ աշխատում, Գագիկ Մարտիրոսյանը, որ նախարար էր, մեծ պայքար էր գնում, որ վերտիկալի սիստեմներ, էներգետիկան, որ հետո Գագիկ Մարտիրոսյանը շտապը գնաց գորիզոնտալի։ Հիմա ասենք շատ բան հետաքրքիր է, էլի, ասենք ձեր կարծիքը, որ եթե հեծը ազգայնացվի, ասենք օրինակի համար, եթե հետ ազգայնացվի ու հետ գնա նորից այդ վերտիկալի սիստեմին, թե արդեն հիմա ակտուալ Հայ էներգոն ստեղծեն։ ակտուալ չի։ Ախր մենք պիտի հասկանանք ինչ է խոսում։ Նա Գագիկ Մարտիրոսյան չի նայել, բայց Գագիկ Մարտիրոսյան օգնությամբ կոնկրետ վարչապետի որոշումն ա ջարդել վերտիկալ սիստեմը։ Ինչու։ Ինչու։ Այս հեկը Իրանն է։ Այս ջեկը Իրանն է։ Այն մյուս հեկը Իրանն է։ Ոնց կարան այս մարդկին քանդուրժեն մի սիտուացիա, որ փողը դու ես հավաքում ու դու հետո որոշում ես ու ինչքան փող տաս։ Հասկանում եք։ Սովետական չի։ Վերտիկալ համակարգը կարա աշխատի, եթե կա մեկ սեփականատեր, պետությունը։ Всё, մոռացեք։ Всё։ Պարոն Բագրատյան, բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք։ Նախ ուզում եմ իմանամ ձեր կարծիքը նման պայքարի, նման ուղղի հետ կապված։ Սրանով կարելի է հաջողության հասնել փողոց փակելով եւ բանը։ Չեմ կարող գնահատական տալ, կարծում եմ, այո, ինչու՞ չէ։ Չեմ կարող հաստատապես ինքս վստահաբար չեմ կարող ասել, բայց կարծում եմ այո։ Պարոն Բագրատյան, շատ է խոսվում այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի չեղյալ հայտարարողը եւ դա այլ գործընթաց է։ Դուք կարող եք մանրամասնել կամ ասել, օրինակ, ինչպիսի գործընթաց պետք է սկսել։ Թեմայով չեմ կարող խոսել։ Բայց հարցն չեմ հասկանում, ինչ եք ասում։ Պարոն Բագրատյան, ներկայիս իրավիճակում պահանջում են չեղարկում։ Ինչ քայլեր կարող է անել իշխանությունը այս դեպքում, բացի նրանից, ինչ որ արդեն արվել է, հա, այսինքն աուդիտ եւ պետական բյուջեի հաշվին փոխհատուցում։ Դրանից բացի ինչ կարող անել այս բանի պետությունը։ Իսկ կարող եմ ասել, պետությունը ինչ կարող է չանել, եթե ձեզ ձեռը տալիս, բայց դուք այդ չեք հարցնում։ Դուք ասում եք ինչ կարա անի։ Ինչ կարող է չանել, լավ։ Այնքան բան կարա չանի։ Կոնկրետ այս հարցի հետ կապված, պարոն Բագրատյան։ Ընդհանրապես օրինակ, դադարեցնի սակագին հաստատելը։ Այսինքն այդ կարա չանի։ Կմանրամասնեք ոնց։ Սակագինը չես հաստատում։ Անանույքին է, ինչ կա չհաստատում։ Դու ոչ հաստատում ես, ոչ էլ հեսնել ասում ես, դե որ տենց հա, ինքդ հաստատի, ինքդ աշխատի։ Տենանք ինչ գնով ինչքան կվաճառես։ Կվաճառես արդյոք թե չէ։ Պարոն Բագրատյան, ես ընդհանրապես 3 քայլ կա որ կարապետությունը անի, բայց ես մի հատ ասեցի։ Այնքան լուծումներ կան, բաց չկա, վայրան շատ կա։ Իսկ այդ լուծումը, որ կառավարությունը իր վրա կվերցնի բեռը, դա մեր բյուջեին ինչքան, թեև ասցին, որ բյուջեից չեն տալու, պարոն Բագրատյան, ձեր կարծիքով ինչ միջոցներով պետք է նրանք ուրեմն այդ փոխհատուցումը։ Ըստ սահմանության կառավարության ունեցած փողը կոչվում է բյուջե։ Տեղակ չեմ դրանից։ Չեմ կարող ասեմ, ինֆորմացիա չունեմ։